Ասված այսօր հաշտություն գուզե քեզ մե քու եղբորդ հետ։ Դեպեդև թուն անցյալին իրեն մոտեցած ես, խոսած ես, ներած ես, բայց իրականության մեջ դակավին քու մեջը ցավ գա, որովհետև երբ որ իր մասին գարտահայտվիս եւ գխոսիս, շարունակ կսես, օ, ես իրեն ներեցի, բայց իմ հետս չխոսիր։ Օ, ես իրեն մոտեցա, իրեն հրավիրեցի, բայց ինձի մերժեց։ Քու խոսած ցևդ, ոճդ կծծնե որթուն իրավ պես, քու հոգիդ եւ քու սրտեդ, քու եղբորդ չես ներած։ Կրնալալ եղբայրդ է, կրնալալ քույրդ է, կրնալ որ քուկին հարազատ ընտանիքդ է, եւ կամ կրնալալ որ քու հոգեվոր եղբայրդ է կամ քույրիկդ է, բայց դերը այսօր կուզե օրհնել քեզի եւ այդ ծրագիրը, որ քեզի համար պատրաստած է, կուզե կործել քու կյանքիդ վրա, կուզե որ դու արչեւ երթաս, բայց այդ արչեւ երթալը եւ դերոջը ծրագիրը եւ կյանքիդ հաջորդ աստիճանը անցնելու համար դերը քու սրտիդ վրա գտնե, որ դու հաշտություն ունես, որովհետեւ ադիգա դերոջը կամքն է։ Կրնա ըլլալ, որ այդ հաշտությունը գուզե իրեն հետ որթուն ունես, որովհետև աղետ ունեցար, կորուստ մահ ունեցար, բաժանում, ասենք, գործի անհաջողություն, եւ հիմա բադահապար չէ, որ մտիկ կնես, եւ ասված գուզե, որ այսօր տուն հաշտվիս իրեն հետ, գիտնաս, որ ինք քու դերը դե, քու աստվածը դե, եւ ամեն բան բարի գործագից պիտենե։ Կրնա ըլլալ, որ այսօր տուն հնազանդ չես եղած Աստծո, եւ անորամար քուգին հարաբերությունդ Աստծո հետ բաղած է, ասված քեզի ասավ ասինչ բանը արե, բայց դու վախծար, դու մերժեցիր, դու հանկիստեց չուզեցիր ելնել, բայց ասված այսօր քեզի կհիշեցնե անիգա, որ հաշտվիս իրեն հետ, ապաշխարես եւ իրեն ըսած խոսքը կորձը գադարես, ինչպես որ Հովնան Մարգարեին հետ ըրավ, երբ որ ասված Հովնանին ըսավ նինվե քնա, եւ հոն կարոզե, բայց Հովնան չուզեց երթալ, մերժեց եւ գետ սուգին փորի մեջ երեք օր անցուց, բայց երբ որ դուրս ելավ, ապաշխարեց եւ հնազանդեցավ Աստծո։ Բան մը գա քու կյանքիդ մեջ որ հաշտություն է։ Չեմ գիտեր ճիշտ ինչ է, բայց հաշտություն բառն է, որ այսօր սրտիս վրա եկավ եւ մտքիս վրա եկավ եւ անորամար է որ կփաշնեկցիմ քեզի հետ։ Եվ կխնդրեմ քեզ մե որ դու ասիգա Աստծո բերես եւ աղոթես, եթե ասիգա քեզի համար է արդեն տուն վարգանական ստացար քու հոգիիդ մեջ, բայց եթե ասխոսքերը քեզի մասնավոր բամը չեն ասել, դարձել դերոջը արժեր բեր եւ ասել դեր գա մեկը որ կյանքիս մեջ չեմ ներած, գա դեղը որ անանազանդ գտնված եմ քեզի եւ արդահայտե ոստովանիր ապաշխարե եւ քու կյանքդ պիտի փոխվի։ Երբ որ ավետարանի մեջ կգարտանք Ծննդոց 32, 33 ժամանակը եկավ, որ Հակոբը իդ պիտի վերադառնար իր տունը։ Աստված սկիզբեն իրեն ցեղաբեդ նախահայր պատրիարք որոշած էր Իսրայելի ասկին, բայց ադիկա գադարվելու համար պետք էր ցկեր լապանին ու իր մորեխբորը դունը, որ իրեն 21 տարիները ավելի օգտագործեց, երբ որ ժամանակը եկավ, պատրաստ եղավ, Տերոջը խնդրեց, որ իրեն վերադարձնե, բայց երբ որ վերադառնար, պետք էր ճամփան հանդիպեր իր եղբորը, որ խափած էր իրեն, անտրանգությունը արած էր, օրհնությունը արած էր, բայց հոն հաշտություն պետք էր, եւ Հակոբը պետք էր հանդիպեր Եսավին, նվերներ ղրկեց, բայց Հակոբը Եսավը անոր փոխարեն 400,000-նոց փանագոմը Հակոբին թեմը ելավ, ող կար, որքան Եսավ ասված օրհնած էր իրեն արջառներով, ծարաներով, հարստությունով, բայց հատ ողը գար Եսավին մեջ, որ Հակոբ իրեն խապած էր։ Բայց Աստված ատքան բարի է, որ կգարտանք 24-րդ համարի մեջ, որ Հակոբը եւ Աստված կոդեմարտեցան եւ Հակոբը սավ Աստծո քեզ պիտի չի ցկեմ, մինչեւ որ ինձի չորնես։ Բնավ ասիգա ասած ես Աստծո, մի քանի անգամ փորձած ես ներել, կամ մի քանի անգամ փորձած ես հաստություն ունել, չի կատարված, բայց բնավ Հակոբի նման եկած ես Աստծո ոտքերուն եւ ըստ Հակոբ ճակատամարտ կոդեմարտեցավ, բայց դու բնավ աղաչանքով, արցունքով եկած ես, խնդրած ես, որ դեր ուզեմ, որ դու ինձ մեջս իմ սիրտս փոխես, սիրտս կագուխցնես եւ անձը փոխես, որբեսի հաշտությունը լա։ Եթե մագերեսային խոսքերով խոսած ես, եթե ասենք շրթունքներով պարզապես աղոթած ես, ադիգա
տուն ապոր սրդովը չես խնդրած, բայց այսօր Աստված քեզ մե հաշտություն գուզե, հաշտություն գուզե, որ դու ունես եղբորդ հետ, հաշտություն գուզե, որ դու ունես հոգևոր եղբորդ հետ, հոգևոր կրոջդ հետ, որբեսի դու անցնես քու հաջորդ աստիճանիդ։ Դերը քեզի գուզե օրհնել, բայց դու մեկ դեղ մնես եւ գեցած ես, եւ կարծես թե անաբատ մնե շատ գեղեցիկ ավազով, բայց դու անոր մեջը թաղված ես եւ շատ հանգիստ ես անոր մեջը, բայց Աստված այսօր գուզե քեզի խանգարել, այսօր գուզե քեզի շարժել եւ ասել եւ կնա եւ հաշտվե եղբորդ հետ։ Եվ գիտենք պատմությունը, որ ինչպես Հակոբ հանդիպեցավ Եսավին եւ անոր ասենք պատմության ավարտին հաշտվեցան իրար հետ։ Եսավը շատ հարստություն ուներ։ Հակոբը պիտի սկսեր իր կյանքը, պիտի սկսեր իր պատրիարքությունը, պիտի սկսեր նոր կյանքը, խոստումը պիտի սկսեր վայելել իր կյանքի վրա։ Եվ Աստված գադարեց միայն, երբ որ արիթը եկավ եւ ժամանակը եկավ ավելի ճիշտը եւ հաշտվեցավ Եսավին հետ։ Այսօրվան խոսքը գրնա լալ որ քեզի համար չէ, ուրիշին համար է, եթե գիտես այդ անձը դու իրեն բաժնեկցե եւ ղրգե, որովհետեւ Աստված այսօր հաշտություն գուզե քեզի հետ։ Ամեն, երբ որ Աստված իր որդին ղրգեց եւ իր որդիով մենք հաշտություն ունեցանք իր հետ, այսօր Սուրբ Հոգին ունի քու մեջդ եւ Սուրբ Հոգին ինքը քեզի պիտի զորացնե, քեզի պիտի ուղղե, քու սիրտդ պիտի գաղուղցնե եւ իր սիրտը պատրաստ է հիմա գնա եւ հաշտվե։ Հիսուսի անունով ամեն։